ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process։ Պատկերացնենք, որ համագործակցում եմ մի շատ մեծահարուստ մարդու հետ, ով որևէ հնարավորություն չունի կամ օրվա հացի փող է մի կերպ վաստակում։ Հակի դեպքում ակնհայտ ցանկություն կար Սամվել Կարապետյանի հետ գնալ ընտրությունների եւ պայմաններից մեկը հավանաբար այն է եղել, որ իրենց մասնակիցները, իրենց անդամները ընդգրկվեն Սամվել Կարապետյանի ցուցակներում, բայց ընտրությունները ցույց տվեցին, որ Լևոն Զուրաբյանը կամ Արամ Մանուկյանը բացարձակապես հետաքրքիր չեն եւ որևէ բան չէին ավելացնելու Սամվել Կարապետյանի հնարավորություններին, այնպես որ սա միակողմանի գործարք էր լինելու։ Իսկ հիմա այդ նույն մարդիկ կարող են ուղղակի գնալ կանգնել ինչ-որ ելույթներ ունենալ հնարավոր հանրահավաքներում, գուցե Սամվել Կարապետյանի հետ դա հետաքրքիր լինի։ Բայց վերադառնալով ավելի ռեալ իրավիճակներին, ավելի ռեալ խոսակցություններին, Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուժերի միջև կարող է լինել որոշակի համագործակցություն։ Բայց այդ համախմբումն էլ քաղաքական դաշտում կրկին ոչինչ չի փոխելու, նկատում է Ղևոնդյանը։ Նախընտրական շրջանում Գյումրիի երկրորդ սցենարն իրականացնելու համար էին ընդդիմադիրները տպավորություն ստեղծում, որ միմյանց հետ կապ չունեն։ Դա չհաջողվեց, հաջորդ քայլը սա է։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք։ Հիմա այլևս անիմաստ է այդպես ցույց տալ, թե իրենք իրար հետ կապ չունեն, ընդհակառակը փորձում են արդեն բաց խաղակարտերով խաղալ։ Ամբողջ իմաստն այն է, որ այն կենտրոնին, իսկ այդ կենտրոնը հստակ Ռուսաստանն է, որտեղից նրանք ռեսուրսներ են ստացել, կարողանան ցույց տալ, որ մենք այսպիսով ամեն ինչ չավարտվեց, մենք շարունակում ենք աշխատել, մենք գործ ենք անում եւ շարունակենք մեզ ռեսուրսներով ապահովել։ Փորձագետի կարծիքով ուղիղ եթերներից խոսելով էլ նույն թեզերն են կրկնելու ընդդիմադիրներից բաղկացած այդ խորհուրդը։ Որևէ կոնկրետ քայլ չեն կարողանալու իրականացնել։ Գուցե նաև հանրահավաքներ անեն, ինչպես վերջին տարիների ընթացքում է եղել։ Հետո ամեն մեկը կանցնի իր առօրյա գործին, ասում է փորձագետը։ Ըստ նրա, այդ խորհրդում Ռոբերտ Քոչարյանը մեծ դերակատարություն չի էլ ունենա։ Ներկա կլինի Կրտսեր Քոչարյանի դեմքով։ Մենք ունենք մեր համախոհները, որ կելնեն կգորգռան ինչպես պետք է եւ ավելի շատ կգորգռան։ Ինչպես մենք տեսել ենք վերջին տարիների ընթացքում, ինչպես մենք տեսանք ընտրություններից առաջ, երբ Սամվել Կարապետյանը հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում, մարդկանց քանակը էականորեն մեծ լինել ուղղակի չի կարող, որովհետեւ այդքան մարդ է դուրս գալիս փողոց նրանց համար եւ մենք տեսել ենք տարբեր իրավիճակներում տարբեր առիթներով, որ 20-30 հազարը այն առավելագույն քանակն է, որ այս գաղափարախոսության կրողները կարող են փողոց հանել, հրապարակ տանել, ինչը նշանակում է, որ հանրահավաքը, ինչպես ասացի, ունենալու է մեկ նպատակ՝ ցույց տալ, որ իրենք դեռևս աշխատում են, իսկ խորհուրդը ինչպիսին կլինի, նորից էական ազդեցություն քաղաքական գործընթացների վրա չի ունենալու, հավանաբար կլինեն մի քանի անձինք, ովքեր ղեկավար մարմնից կլինեն երկու կուսակցությունների, երկու դաշինքների այս դեպքում եւ նրանք կհանդիպեն ինչ-որ հարցեր քննարկեն, լրատվական որոշակի առիթ կստեղծեն եւ նորից ինչպես հանրահավաքի դեպքում ամենը կգնա իր գործին։ Ղևոնդյանի խոսքով ընդդիմությունն այս դեպքում էլ է գործելու արտաքին այլ ցուցումներով։ Դրանցից մեկը հստակ է՝ մանդատները վերցնելու են, գնան խորհրդարան։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանի ուժը խորհրդարանում նույնպես կգնա գործակցության։ Եվ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ նրանց քաղաքական ուժերի իրական ղեկավարը Հայաստանում չէ, Մոսկվայում են նստում։ Որոշումը կկայացվի Մոսկվայում, իրենց կասվի ինչ անեն, իրենք էլ ըստ այդ որոշման գործողությունները կիրականացնեն։ Եթե խոսում ենք իրերի իրական դրության մասին, իսկ այն որ գուցե այդ խորհուրդը ինչ-որ նամակներ գրի կամ բաց նամակներ կամ խորհրդապահական ինչ-որ խողովակներով նամակներ, փակ նամակներ կգրի Վաշինգտոնին, Պեկինին, չգիտեմ, Թեհրանին կամ այլ կենտրոնների, դա իրենց գործն է։ Միևնույն է այդ նամակները եւս որոշումների կայացման հարցում էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Հնարավոր սադրանքների կամ բախումների ինդիմադիրներն արդյոք կգնան, Ղևոնդյանը նկատում է։ Յուրաքանչյուր քայլ կարվի ըստ իրենց հնարավորությունների։ Օրինակ դեմք կվարկեն ցանկացած փաստաթղթի, որը կենթադրի, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան արտաքին քաղաքականություն է վարում։ Կփորձեն խոչընդոտել թրիպի իրականացման ազգային ժողովում մանդատներ վերցնել, չվերցնելու հարցը արդեն Կրեմլում լուծված է, իսկ այն, որ Սամվել Կարապետյանը ու Ռոբերտ Քոչարյանը որևէ դեպքում դեմ չեն գնա Կրեմլի ցուցումներին, կարծում դա ակնհայտ է, նրանք վերցնելու են մանդատները, գնալու են ազգային ժողով եւ մասնակցելու են աշխատանքներին, որովհետեւ ցանկացած դեպքում Ռուսաստանի համար շատ կարեւոր է չկորցնել գոնե ազգային ժողովի ընդդիմադիր դաշտը։
Իսկ ինչու հունիսի 7-ից հետո ընդդիմադիրները փողոց դուրս չեկան, ըստ Ղևոնդյանի, որովհետև այն իրավիճակը, որը ձևավորվել է, իրենց որևէ կտրուկ գործողություն կատարելու հնարավորություն չէր տալիս։ Իրենք մտածեցին համաձայնեցին Մոսկվայի հետ, գուցե Մոսկվայում մտածեցին, թե ինչ անեն, ի վերջո այս տարբերակը ընտրեցին, ուղղակի այլ տարբերակ չունեն, ինչ կարող են այն էլ անում։ Այս ավելի քիչ մարդիկ հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունեն, եթե նույնիսկ նման բախումներ, պես տեսականորեն, թեև անհավանական է ենթադրենք, այդ բախումները ինչպես սկսվեն, շատ արագ կավարտվեն։ Մենք փորձեցինք սկզբից կողմնորոշվենք, որ սխալ քայլեր չանենք։ Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը տանել ցնցումների։ Այն, որ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չէ եւ որևէ դերակատարություն չունի ու չի կարող ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում, Ղևոնդյանի գնահատմամբ երևաց Սամվել Կարապետյանի հունիսի 17-ին տված հարցազրույցում, որը հրապարակվեց հաջորդ օրը հունիսի 18-ին մոնտաժված տարբերակով։ Դրանից է նաեւ այն, որ Կարապետյանը իրար հակասող մտքեր է ասում, իր համախոհներին նաեւ գլխաքանակով հաշվում նույն այդ հարցազրույցում։ Սկզբում համարում է, որ ընտրությունների արդյունքները նկարված են, հետո հաստատում, որ ժողովուրդն է ընտրությունը կատարել։ Արդեն մենք 500,000 գլուխ ենք։ 500,000 գլուխ են արդեն։ Ավելի ճիշտ նույնիսկ 800,000 գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցությունները։ Մի հարցազրույցում մենք համոզում ենք, որ Սամվել Կարապետյանը ընդամենը հայտնվել է ինչ-որ պահի ինչ-որ տեղում, որտեղ որոշակի հնարավորություններ ունի։ Այդ որոշակի հնարավորությունները ընդամենը Հայաստանի ազգային ժողովում երկրորդ ընդդիմադիրի դիրքը ստանալն էր, որը նա ստացել է։ Այս հարցազրույցն էլ չեմ կարծում, որ էականորեն տարբերվում էր նախորդներից։ Մերի Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։